Դե ինչ բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, հերթը հասավ առողջությանը, իսկ մենք խոսելու ենք առողջապահական ոլորտում շատ կարևոր ձեռքբերման մասին։ Եվ այսպես, մանկական էպիլեպսիայի վիրահատական բուժումը հասանելի է Հայաստանում Wigmore կանանց եւ երեխաների հիվանդանոցում։ Wigmore-ում առաջին անգամ իրականացվել են դեղակայուն էպիլեպսիայի վիրահատությունները, այս կարևոր ձեռքբերման գործընկեր հիվանդանոցի Valley Children's Healthcare-ի մասնագետների երկրորդ մասնագիտական այցի էպիլեպսիայի վիրահատական բուժման համագործակցության եւ ընթացքի արդյունքների մասին մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ, ովքեր արդեն տաղավարում են։ Եվ այսպես սիրով ներկայացնեմ, տաղավարում են Wigmore կանանց եւ երեխաների հիվանդանոցի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Valley Children's Healthcare-ի մանկական նյարդաբանության ղեկավար Սեզար Սանթոսը, բարի առավոտ։ Good morning. Նյարդաբան Wigmore կանանց եւ երեխաների հիվանդանոցի մանկական նյարդաբանության ծառայության պատասխանատու Նունե Կույումջյանը, բարի լույս։ Եվ Wigmore կանանց եւ երեխաների հիվանդանոցի մանկական նյարդավիրաբույժ, մանկական նյարդավիրաբուժական ծառայությունների պատասխանատու բժշկական գիտությունների տեխնազու Էդուարդ Ասատրյանը։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար, շատ ծավալուն եւ շատ կարեւոր իդեպ թե նախաձեռնության եւ գործունեության մասին ենք խոսելու։ Մի փոքր եկեք պատմենք համագործակցության մասին, ինչ սկսել է բուն բովանդակության։ Ինչպես սկսվեց համագործակցությունը հենց Valley Children's Healthcare-ի հետ։ Այո։ VCH, եկեք սիրելի հեռուստադիտողներ, այդպես դուք էլ ֆիքսեք, որ VCH դա հենց Valley Children's Healthcare-ն է։ Շատ շնորհակալություն, բարի լույս, շնորհակալություն հյուրընկալելու համար։ Մեր համագործակցությունը Valley Children's Healthcare-ի VCH-ից սկսվել է դեռևս 2023 թվականին, երկկողմ հուշագրի ստորագրմամբ մեր երկու հաստատությունների միջև ուղղված Հայաստանում մանկաբուժության, մանկական առողջապահության զարգացմանը, եւ 23 թվականից սկսված ունեցել ենք բազմաթիվ մասնագիտական այցեր եւ 5 խումբ օրինակ մեզ մոտից արդեն բժիշկներ մեկնել են այնտեղ վերապատրաստվելու տարբեր մանկական ուղղություններով, ինչպես նաև իրենց մասնագիտական այցով արդեն երկրորդ անգամ հյուրընկալվում են Հայաստանում եւ նպատակը մեկն է ընտրված ուղղություններում մասնագիտական բժիշկների եւ բուժքույրերի փորձի փոխանակում, շարունակական կրթություն, ընտրված թիրախային ուղղությունների զարգացում, ինչպիսին օրինակ մանկական նյարդաբանությունն ու մանկական նյարդավիրաբուժությունն են, մասնավորապես մանկական էպիլեպսիայի բուժում ասելով ի նկատի ունենք սկսած երեխայի նյարդահոգեբանական գնահատումից, որը Հայաստանում նոր զարգացող ուղղություն է, մինչև հենց վիրահատական բուժումը էպիլեպսիայի դեպքերի։ Սա բավականին լուրջ քայլ է եւ արդեն այս 2 տարիների վերապատրաստումների արդյունքում այսօր մենք հյուրընկալում ենք արդեն երկրորդ այցը դոկտոր Սանտոսի գլխավորությամբ մանկական նյարդաբանության ղեկավար եւ նախապես ընտրված 3 բուժառուների արդեն վիրահատական միջամտություն է իրականացվել մեր հաստատությունում։ Ահա, արդեն տեղի ունեցավ։ Այո, ինչը ոչ միայն շատ մեծ քայլ է մեր հաստատության համար, այլ կարող եմ ասել նաև Հայաստանի համար, երկրի համար, առողջապահության ունենալ սեփական կամ զարգացնել սեփական նյարդավիրաբուժական կարողությունը, քանի որ վիրահատություններն իրականացրել են մեր բժիշկները, մեր նյարդավիրաբույժները դոկտոր Սանտոսի մենթորությամբ եւ նպատակը հենց կարողությունը երկրում զարգացնելն է։ Փորձի փոխանակում նաև, չէ՞, ինչու։ Իհարկե։ Դուք ձեր խոսքում նշեցիք, չնայած մեր հաջորդ հարցը հետեւյալն էր, ինչպեսին է սա փոփոխություն որպես ազդում Հայաստանում առողջապահական համակարգի վրա եւ ընդհանրապես զարգացման ինչ ուղղություններով է այն առաջ շարժվում։ Ինչպես նշեցի, ուղղություններից մեկը հենց հիմնական թիրախային ընտրված դա մանկական նյարդավիրաբուժության զարգացումն է։ Մենք կախված իհարկե երկրի կարիքներից մասնագիտական եւ կրթական ընտրել ենք տարբեր թիրախային ուղղություններ, որոնք համագործակցության ընթացքում հուսով ենք երկրում զարգացնել եւ նպատակը ընդհանուր եթե ամփոփենք կամ կարճ ասենք մեկն է դա համակարգային բարելավում եւ փոփոխություն մեր երկրում առողջապահության ոլորտում մանկական բերել եւ զարգացնել սեփական կարողությունը։ Իսկ ներկայիս պատվիրակության այցի հիմնական թիրախը մանկական էպիլեպսիան, բուժումը, ժամանակակից մեթոդները եւ հենց վիրահատությունը։ Եվ այսպես շատ կարևոր է նշել, որ էպիլեպսիայի վիրահատություններն արդեն իրականացվում են Wigmore նյարդավիրաբույժների կողմից, վիրահատական բուժումը հասանելի է Wigmore-ում, Valley Children's-ի նյարդաբանների մենթորությամբ։ Իմ հաջորդ հարցը հետեւյալն է եւ դոկտոր Սեզար Սանթոսին է այն ուղղված։ Եվ այսպես նախ շնորհակալ ենք հյուրընկալվելու համար. Welcome to Armenia. Thank you to having you here. Բարի լույս։ Դե ինձ պետք է երևի օգնեք, հա, ով է ինձ օգնելու։ Ահա։ Խոսում ենք վիրահատական բուժման կարևորության եւ փորձի փոխանակման մասին եւ կարող ենք ասել, որ վիրահատությունը փոխում է երեխայի ամբողջ կյանքը։ Հաճախ սա անցնցում եւ կյանքի ու զարգացման ներուժի առավելագույն արդյունքին հասնելու մասին է։ I'll start by saying that epilepsy is the fourth most common neurologic condition. It's very, very common.
1.2% of the general population is affected. Fortunately for us, who takes care of them, we could control their seizures 65% of the time. Ուզեմ սկսել խոսք ասելով, որ էպիլեպսիան բավականին տարածված է մանկական պոպուլյացիայում, դա հիմնականում պոպուլյացիայի միայն Հայաստանը չենք խոսում, ընդհանուր աշխարհում 1.2%-ը ունի այս հիվանդությունը, եւ բարեբախտաբար բժիշկների համար 65% դեպքերում էպիլեպսիան կառավարվում է դեղերով։ Unfortunately, for the 35%, it means a lifelong condition into adulthood and still taking medicine. That's when epilepsy surgery becomes an option. I mean, it is not for everyone, but it is an option nonetheless for majority of the patients with difficult to control seizures. Ցավոք սրտի 35% դեպքերում էպիլեպսիան չի կառավարվում դեղերով կամ ինչպես ասում ենք դեղակայուն է։ Այս դեպքում բուժառուն ունի այդ խնդիրը ամբողջ կյանքի ընթացքում ստացվում է եւ չնայած դրան, որ ընդունում է տարբեր դեղամիջոցներ, ամեն դեպքում այն չի կառավարում իր հիվանդությունը։ Եվ այս դեպքերում է, որ վիրահատական միջամտությունը դառնում է հնարավորություն կամ շանս որևէ բան փոխելու։ At Valley Children's, VCH, we've been doing epilepsy surgery about 8 years now. And I would say that about 70% of our kids are seizure free. Արդեն 8 տարի է Valley Children-ում այս վիրահատությունները իրականացվում են եւ 70% դեպքերում ընդհանրապես դադարում են վիրահատությունից հետո արդյունքում բոլոր ցնցումները։ And the remaining 30% have significant seizure improvement. Իսկ մնացած 30% վիրահատվողների ունենում են բարելավումներ։ Ինձ հետաքրքիր է, որոնք այդ VCH-ի այս 8 տարվա փորձերի դեղակայուն հիմնականում էպիլեպսիայի վիրահատության դեպքերը եւ դուք որն եք համարում ձեր հաջողված ցուցանիշը այս դեպքում, որտեղ որ պետք է լինի։ VCH you have been doing surgeries, what do you consider the most like success, the achievement that you would like to highlight in all these 70% of cases? So most people think of epilepsy as seizures only, you know, the shaking, right? But it's not limited to that. You're talking about their development, their cognitive outcome, their emotional outcome, their psychological outcome. And if it's a child, all those fours affect the mom and the dad. Quickly translate. Երբ խոսում ենք էպիլեպսիայի մասին, սովորաբար հիմնականում մարդիկ հասկանում են ցնցումներ, որ երեխան ցնցվում է կամ մարդը, բայց իրականում էպիլեպսիան շատ ավելի մեծ խնդիր է ինձ ներկայացնում, քանի որ ունենալով այդ խնդիրը երեխայի մոտ նաև լինում են զարգացման հապաղումներ, մտավոր, հոգեկան, զգայական մակարդակում, ֆիզիկական տարբեր հապաղումներ կարող են լինել։ Եվ հենց եթե խոսում ենք երեխայի մասին, այս ամենը ոչ միայն իր կյանքի վրա է ազդում, կյանքի որակի, այլ նաև բնականաբար ընտանիքի ծնողների։ So with epilepsy surgery, our aim is not only to improve their seizure control, but to improve all those four aspects that I mentioned. So think of a child who cannot walk before because they're having too many seizures. Now they're able to walk. They cannot talk, and now they could talk and participate in school and maybe drive or go to work. Եվ խոսում ենք աջողված վիրահատության մասին, խոսքը գնում է հենց այս բոլոր մակարդակներում կյանքի որակի բարելավման եւ երեխայի եւ ընտանիքի համար, եւ պատկերացրեք երեխան, ով խնդրի պատճառով չէր կարողանում քայլել կամ խոսել կամ ուներ զգալի հապաղումներ, վիրահատությունից հետո կարողանում է հասնել իր զարգացման հնարավոր պոտենցիալին եւ կարողանալ դպրոց գնալ, քայլել, նաեւ մեծ հասակում արդեն աշխատանքի գնալ, լիարժեք կյանքով փորձել ապրել։ Իսկ ինչ տպավորություններ եւ սպասելիքներ ունեք Wigmore բժշկական կենտրոնի թիմի հետ համագործակցությունից? So this partnership between Wigmore and Valley Children hopes to bring the same level of care for the people of Armenia, where children could get the best medical care and a consultation with multi-specialty group like the neurologists and the neurosurgeons and a few other specialties, and to discuss whether surgery is an option. Նախ հույս ունենք, որ այս համագործակցության արդյունքում Հայաստանում նույնպես կկարողանանք Valley Children-ի մակարդակի առնվազն կարողություն ունենալ Հայաստանում երեխաներին վիրահատական մեթոդով նաև բուժելու եւ ունենալ մուլտիդիսցիպլինար թիմ վերապատրաստած հոգեբաններից սկսած նյարդաբան, նյարդավիրաբույժ, ովքեր այս երեխաներին արդեն հոգ կտանեն եւ կկարողանան լիարժեք բուժում առաջարկել։ Այո, շնորհակալություն պատասխանների համար։ Տիկին Կոյոմջյան, մի փոքր խոսենք արդեն Հայաստանում մանկական էպիլեպսիայի տարածվածության մասով, իհարկե սա ոչ միայն բժշկական, այլ նաև սոցիալական խնդիր է, որպես այդպեսին։ Եվ ինչքան շուտ ախտորոշվի, այնքան շուտ կլինի արդյունքը։ Եվ երեխայի կյանքի ապագան, որպես այդպեսին, չէ, կփոխվի։ Մի փոքր ձեր մեկնաբանությունը այս խնդրի տարածվածության։ Ինչպես արդեն ասվեց, բավականին տարածված հիվանդություն է մանկական նյարդաբանության ոլորտում,
քանի որ նյարդաբանական մի շարք հիվանդություններ ի սկզբանե դրսևորվում են որպես էպիլեպսիա, ես կուզենայի, որ այդ կարծրատիպը կոտրվեր ծնողների շրջանակում, որ էպիլեպսիան դա մի հիվանդություն է, ինքը կարող է լինել տարբեր հիվանդությունների կոնտեքստում, եւ այդ իսկ պատճառով ճիշտ ժամանակին ախտորոշելը եւ բուժում սկսելը արդեն իսկ մեզ տալիս է հնարավորություն հետագայում, ինչպես նորից կրկնվեմ, հա, երեխային հնարավորություն տալ, որպեսզի զարգանա թե մտավորը, թե խոսքը, թե շարժողական ոլորտը երեխայի։ Հայաստանում ունենք մոտավորապես 3.5-4,000 երեխա, ովքեր տառապում են այդ խնդրով, այո, ունեն այդ խնդիրը։ Եվ դրանցից մի մասը շատ լավ կառավարվում են դեղորայքով, բայց մի մասը կարիք ունեն այլ ընտրության, բուժման ընտրության համար, հա։ Մենք խոսում ենք, թեպետ մեր զրույցների ընթացքում խոսեցինք թե վիրահատական եւ թե դեղորայքային բուժման մասին, ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը դեղորայքային մարտահրավերների մասով, որոնք են այս մարտահրավերները։ Ուրեմն սկսում ենք դեղորայքային բուժումը մեկ դեղորայքից եւ երբ որ մենք ունենում ենք ցնցումների շարունակական բնույթ, փորձում ենք օգտագործել երկրորդ դեղորայքը եւ եթե պատասխան չենք ստանում երկու ճիշտ ընտրված դեղորայքից եւ ճիշտ քանակությամբ ընտրված, այսինքն ճիշտ դոզավորումից հետո պատասխան չենք ունենում եւ ցնցումները չեն դադարում, այդ պարագայում մենք ասում ենք, որ էպիլեպսիան ինքը դեղակայուն է եւ պետք է վերանայվի էպիլեպսիայի բուժման այլ մոտեցումները։ Սովորաբար մեր հասարակությունը ունի որդեգրել է այդ սկզբունքները դժբախտաբար իհարկե, որ թաքցնում է հիվանդությունները եւ չեն գալիս ախտորոշման, նաեւ չեն գալիս ճիշտ ժամանակին ախտորոշման։ Ինձ խնդրում եմ մի փոքր կմանրամասնեք դեղորայքային այդ էպիկրիզի մասին, եթե դեղորայքային է համարվում, ինչ հետագա կարող է ունենալ երեխան, քանի որ դա արդեն ախտորոշվում է։ Այստեղ ինչ որ ընտանիքները թաքցնում են ախտորոշումը, որպես այդպեսին։ Ասեմ, որ մեր հիվանդանոցում արդեն իսկ սկսվել է գործընթաց, որ մենք ունենք էպիլեպսիայի դպրոց եւ հրավիրում ենք ծնողներին, որպեսզի իրազեկենք, թե ինչ է իրանից ներկայացնում էպիլեպսիան, ինչպես պետք է իրենք վարվեն իրենց բալիկների հետ եւ ինչ բուժման մեթոդներ գոյություն ունեն, այսինքն իրազեկում ենք ամբողջովին ծնողներին, բայց ոչ միայն ծնողներին, այլ նաև հրավիրում ենք ուսուցիչներին եւ մանկապարտեզների դաստիարակներին, որպիսի մոտենան իրենք այդ երեխաներին այնպես, ինչպես որ այլ սոցիալական ոլորտի մարդուն, հա, որ նրանք չլինեն առանձնացված սոցիումից, նրանք նույնատիպ հավասարազոր մարդ են, ինչպես որ մնացածները, եւ այդ պարագայում իհարկե պետք է ընդգծեմ, որ շատ մեծ է դերը թե ընտանիքի, որ ծնողը պետք է իմանա, որ ինքը մենակ չի եւ իրեն նման կան նմանատիպ շատ բալիկներ, ովքեր ունեն էպիլեպսիա, ինչ ախտորոշումը չպետք է թաքցնել, այո, ախտորոշումը չպետք է, ընդհակառակը պետք է բարձրաձայնել եւ բացի բարձրաձայնելուց իհարկե նաեւ կարեւոր է, որ իմանան, թե ինչպես պետք է իրենց պահել ընտանիքում, ինչ օգնություն պետք է ցուցաբերեն երեխային ցնցման ժամանակ, որովհետեւ շատ դեպքերում ցնցումը տեղի է ունենում տնային պայմաններում եւ մենք այդ ամենը սովորեցնում ենք եւ հանկարծակի, այո։ Երկրորդը իհարկե կուզեմ մատնանշել մեր դպրոցները եւ մանկապարտեզները, որտեղ շատ դեպքերում ցնցում ունեցող երեխաներին չեն ընդունում, պատճառաբանելով, որ վախենում են ցնցումներից, բայց մենք միևնույն ժամանակ հրավիրում ենք դաստիարակներին եւ ուսուցիչներին եւ սովորացնում ենք, թե ինչպես պետք է իրենք առաջի օգնությունը ցուցաբերեն։ Եվ իհարկե իրազեկումը շատ կարեւոր է անգամ բժշկական ոլորտում, որովհետեւ շատ մանկաբույժներ իրազեկված չեն ցնցման տարատեսակներից։ Երբ մենք ասում ենք էպիլեպսիա, մարդկանց մոտ այնպիսի տպավորություն է, որ էպիլեպսիան ինքը միայն մի ձևով է դրսևորվում, պետք է պարտադիր վայր ընկնի երեխան, ձգվի, փրփուր գա բերանից, բայց մենք ունենք ցնցումների տարատեսակներ, երբ որ կարող է միայն հայացք սառեցնի կամ վեր թռնի կամ իրանով առաջ գալ, եւ այդ պարագայում բաց է թողնվում, այո, դա նույնպես համարվում է ցնցում եւ դա բաց է թողնվում մանկաբույժների կողմից։
այդ շարքում մենք ունենք 5 կլասիֆիկացիայով այսպես կոչված կատաստրոֆիկ էպիլեպսիաների տեսակ, որտեղ հրատապ բուժումը արդեն իսկ մեզ հնարավորություն է տալիս հասնել մեծ արդյունքի։ Դա էպիլեպտիկ սպազմերն են։ Իհարկե շատ մեծ եւ ծավալուն քննարկելու թեմա է եւ առարկա եթերում իհարկե հատկապես ուղիղ բարելիսյան եթերում երկար ժամանակ չունենք, բայց պարոն Ասատրյանին, բժիշկ Ասատրյանին հարցը հետեւյալն է, որպես ամփոփում, թիմը իհարկե պատրաստված է, նախ խոսքի սկզբում էլ նշեցինք, որ արդեն տեղի են ունեցել վիրահատություններ եւ Wigmore-ում նյարդաբանների եւ վիրաբույժների թիմերը հավուր պատշաճի կատարել են առաջին քայլերը եւ իրահատական բուժման մեթոդներ են կիրառել։ Եվ այդ բուժման մեթոդները զարգացնելու համար գործողություններ են։ Դե այո, այդ առաջին քայլերը շատ լավ։ Ինչպես պատրաստվեց թիմը եւ ինչպես կգնահատեք գործընկերությունը VCH-ի հետ։ Նախ երբ են բուժառուները այցելում մեզ, երբ ենք մենք միանում աշխատանքին, էպիլեպսիայի վիրահատական բուժման աշխատանքին, նրանք երկար բուժված բազմաթիվ դեղորայքների արդյունքում ցնցումների չդադարած, հուսալքված ընտանիքներ, սոցիալական ադապտացիան տուժած երեխաներ, որոնք նյարդաբանների կողմից ուղղորդվում են համապատասխան կենտրոններ, կոնկրետ մեր հիվանդանոցում արկա է մուլտիդիսցիպլինար թիմ, որի շրջանակներում կատարվում է նախավիրահատական նախապատրաստումը։ Թիմը ներառում է նյարդավիրաբույժներ, նյարդաբան էպիլեպտոլոգներ, նեյրովիզուալիզացիայի կամ MRT մասնագետներ, նեյրոֆիզիոլոգներ, ովքեր գնահատում են էլեկտրական աշխատանքը, նեյրոփսիխոլոգներ։ Նախավիրահատական նախապատրաստական փուլի կարևոր խնդիրը տեղակայելն է էպիլեպտիկ օջախը։ Ինչպես հայտնի է, ցնցումները առաջանում են գլխուղեղում տեղակայված օջախից, լիսկաթափվելով բերում են ցնցման ձևով դրսևորման։ Մեր խնդիրն է տեղակայել այդ օջախը եւ վիրահատական բուժման միջոցով հեռացնել այդ օջախը, որը կբերի ցնցումների դադարեցման։ Վիրահատական բուժման հեռացման մեթոդով ունենում ենք լավագույն արդյունքները, մինչև 70-80% դեպքերում ունենում ենք ցնցումների դադար։ Կան նաեւ բուժման այլ մեթոդներ, ստիմուլյացիոն կամ իզոլյացիոն մեթոդներ, որոնք նույնպես ունեն որոշակի արդյունավետություն։ Ես կուզեի նշել, որ առաջի խնդիրը, որ մենք ունենանք ուղղորդված դեղորայքակայուն հիվանդներ, դեղորայքակայուն բուժառուներ եւ նախավիրահատական նախապատրաստական փուլում ունենանք ճիշտ ընտրված բուժառուներ, որոնք կունենան լավ արդյունք վիրահատական բուժումից։ Շատ շնորհակալություն ձեզ այո այսքան հանգամանալից նախ մանրամասն ներկայացնելու համար, մեծ աշխատանք է, մեծ նորարարություն է նաև մեր առողջապահության մեջ, շատ շնորհակալություն ձեզ մաղթում ենք համար, մենք դեռ շատ կարող ենք իհարկե զրուցել, որովհետև թեման շատ ծավալուն է եւ ինֆորմատիվ, բայց ուզում եմ ասել, որ 2025 թվականին Wigmore-ում նույն այցերը տեղի կունենան արդեն սեպտեմբերին եւ Wigmore-ը դառնում է միջազգային տեղակայնացման կենտրոն, միանշանակ ոլորտում։ Բայց որ շնորհակալություն կարևոր նախաձեռնության եւ քայլերի համար։ Այս պահին գովազդ, որից հետո կշարունակենք, մնացեք մեզ հետ։